Եկավ գարունային, որ հսա տնեցիքի մեջ մտնում է, չէ։ Տղա ջան, դե արդեն հերիքա։ Ականջդ կտրելու վախն է, թե չէ սաղ գիշերները քաշ ես գալի դրանց հետ։ Որ լոգիկան չեմ հասկանում, խեն գիշերները քաշ գալու դիմաց մարդու այդ օրգանը կտրում։ Որ մի տղեն է դրանով։ Որ մեկը սա չկա տես բան, որ մի տղեն է այսքան ժամանակ մտել ապտեկա, ասի ինձ մի հատ կլուբնիկի նաուշնիկ տվեք։ Ուշադիր եղել եք, երբ որ ռուսի մոտ ինչպես է։ Ռուսը երբ որ սիրում են իրար, առաջինը սկսվում է «Я хочу тебя»-ից, չէ՞։ Ռուսի մոտ այդ ազգը տենց է «Я хочу тебя», հետո նոր ասում է «Я люблю тебя»։ Դե եթե լավն է «Я хочу тебя»-ն, հետևաբար տրամաբանական է «Я люблю тебя»։ Արա մեր մոտ հայրիս մոտ լրիվ ուրիշ է։ Մենք սկզբից ես սիրում եմ քեզ, արա բայց ուզելուց, արա չգիտես, խի այդ մենք հորից ենք ուզում։ Արա խի ենք եթում հորից ուզում։ Չի տալու, հերը չի տալու։ Վերջը, ուշադիր եղեք, ոնց ենք եթում ուզելու, դու գոնե մենակ եթանք ուզելու չեր, նավարոր ենք եթում ուզելու, որա։ Այդ հերը ոնց կողնորոշվի նայ, քերուտ տղեն այք է, մորքուրըտ խիա ուզում։ Խիք եսքան շատով եկել, խիք եսքան հարևանություն օբշի վերևից նոյմ են, էսի ճուզողներ են եկել, սինիներն իժնում է սաղ բանան, դա պարզ ուզելու են եկել։ Ինչևից է գարունը եկավ, գարունը նաև ոչ միայն մարդկության վրա է ազդում, գարունը նաև ազդում է կենդանիների վրա։ Առաջինը չգիտես խի կատուները զգում են էլ այդ ամեն ինչ, այդ որ ես չգիտեմ կատուները խի են լացում այդ ամեն ինչից առաջ։ Էդի երևի իքական սերը ավելի շատ կիմանա խի են լացում։ Դե սերն ա տիրում, հարց չի։ Ամեն ուրեք, ոնց ասած, ծառերը բողբոջում են, կրքերը բորբոքվում են, կամ ճիշտ հակառակը։ Կրքերը նենց են բողբոջում, որ ստիպված ծառերը բորբոքվում են։ Բան չես կար անես, գարուն ա, նույնիսկ օրն ա երկարում, եթե ուշադիր եք։ Թերևս այսքանը մեր գարնան մասին, բայց թող գարունները գան ու չհեռանան, քանի որ բերում է իր հետ սեր, բերում է ամեն ինչ թարմություն և կանաչ նորից վերածնվում է։